դատանը լսելով կողմերի դիրքորոշումները որոշում է մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանի, շահերի պաշտպանը Ռոման Ահարոնյանի, Արազ Զորաբյանի, Երեմ Սարգսյանի, Հաղորդ Ափուրիցի և Մարինե Ֆարմանյանի կողմից ներկայացված խափան միջոցի փոփոխման մասին միջնորդությունը բավարարել։ Մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ կիրառված խափան միջոց կալանքը փոխել և նրա նկատմամբ որպես այլուժանքային խափան միջոցներ համակցված կիրառել տնային կալանքը բնակության հասցեն քաղաքի շքովի փողոցում 6, իսկ բժշկական հաստատությունում ստացիոնար բուժում մասնի պայմաններում տվյալ բժշկական հաստատություն և բացակայելու արգելքը։ Տնային կալանքի ժամկետի սկիզբը հաշվարկել մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանին փաստացի հաշվառման վերցնելու պահից։ Խափան միջոց տնային կալանքի գործողության ընթացքում վարկել մեղադրյալի շփում ունենալ բնակության վայրում չգործել այլ անձանց նրանց հետ ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ օգտվել հաղորդակցության այդ ձևերից։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում մեղադրյալի մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի 1 ծառայողի և վարչատնտեսական մասի 1 աշխատակցի։ Անհրաժեշտության դեպքում մեղադրյալի առողջական վիճակի նկատմամբ հսկողություն իրականացնող բժշկական անձնակազմին, ինչպես նաև շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու կամ վերահսկողություն իրականացնող մարմիններ կապ հաստատելու դեպքերի վրա, իսկ այդպիսի դեպքում այդ մասին անապահ տեղեկացնել վերահսկողություն իրականացնող մարմին։ Տնային կալանք խափան միջոցի կատարում և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել հանրապետության նախարարության պրոբացիայի ծառայությունը։ Պարզաբանում էր նաև, որ որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան այս ստանալու օրվանից հետո 10 օրյա ժամկետով։